Դե ինչ մենք վերադարձանք եթեր մեր լավ ընկեր Արման Սաղաթելյանի հետ։ Առաջի հարցը իհարկե որ բոլորիս հուզում է ոնց է վազը։ Մենք խոստացել ենք, որ իսպեղ վղրուկ դուք պատմես։ Լավ, ողջույն, բոլորին ողջունում եմ ձեր լսարանին առաջին հերթին, որոնք այս ողջ ընթացքում վերջին ամիսների անընդհատ անհանգստանում էին, գրում էին, զանգում էին, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, ինչպես նաև բոլոր մեր գործընկերներին, այն լրատվամիջոցներին, որոնք ամիսների ընթացքում թեման ակտիվ էին պահում եւ միշտ լուսաբանել են Նարեկի եւ Վազգենի ընթացքը։ Վազգենը դեկոմպրեսիայի փուլում է, ադապտացվում է քաղաքացիական աշխարհիկ կյանքին, երկարատև կալանքից հետո ինքնազգացողությունը լավ է, ես նույնիսկ ասեի տրամադրությունը տեղն է, ամեն ինչ նորմալ է իր մոտ եւ քանի որ հանրային խոսքի սահմանափակում ունի իհարկե որևէ եղանակով հանդես գալ ելույթ ունենալ եւ այլն չի կարող եւ իր հիմնական ելույթները այժմ իր կինն ու իմ մայրն են լսում ու կատուները այո այդպիսի իրավիճակ մի խոսքով վազի մոտ ամեն ինչ նորմալ է ժողովուրդ ինչ կապակցությամբ շատ ուրախ ենք բոլորս որովհետեւ անկեղծ ասեմ ես չունեի հույս, որ կգնա տնային կալանքի, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ վերջի ստորությունը, այդ կեղտոտությունը մեկը կանեն, բայց քանի որ անընդհատ ում հետ խոսում էինք, Աբրամյան Տիգրաններ եկել, ասում եմ որպես падգամավոր այցելեցի, ասում են ես դեմքով է դուրս գալիս ամեն անգամ բանտում, երբ որ գնում ես տեսնելու հանդիպմանը, այն որ ողբեր Դեպ իրենց էլ հիշենք, ոչ միայն Տիգրաններ, այլ նաև Տիգրանի այլ գործընկերներ, իմ անունով բոլորին չթվեմ, բայց ընդդիմադիր բոլոր падգամավորներին նույնպես ասենք շնորհակալություն, որովհետև այդ մարդիկ անընդհատ համառորեն այսպեսի պարբերաբար իրեն այցելել են, բան, որ իրենք էլ երևի համոզվեն, որ երբ որ ասում ենք, որ ինքը նորմալ է, որ իրենք էլ տեսնեն, որ ինքը նորմալ է, բայց այնուամենայնիվ դա աշխատանք է ամեն անգամ, որը կատարել են, նույնպես ողջունեմ բոլորին եւ ասեմ շնորհակալ ենք ձեզանից։